Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ։ Եթերում առաքելություն հեռուստացրագրի հերթական թողարկումն է։ Ես Բալաբեկ Վարսամյանն եմ։ Հարգելիներս, այս օրերին գիտեք, որ օլիմպիական խաղերն են տեղի ունենում մեր հարևան թշնամի երկրում, Ադրբեջանում, եւ խաղերը սկսվեցին արդեն իսկ զոհերով, արյունով։ Եվ մեր մարտիկները, մեր մարզիկները, նաև մարտիկներ կարելի է ասել, ուրեմն մասնակցությունը իրենց բերեցին Ադրբեջան եւ արդեն իսկ ունենք մեդալներ, որը քաջալերելի է, բայց եւ այնպես այդ ազգը իրեն չպահեց այնպես, ինչ որ պետք էր պատշաճ պահել ուրեմն մարզիկների նկատմամբ եւ դա նկատեց նաեւ միջազգային հանրությունը։ Եթե ուշադրություն դարձնեք այս օրերին մեդիայում եւ մամուլում կտեսնեք, որ բավականին լուրջ քննադատություններ կան Ադրբեջանի նկատմամբ։ Այս առնչությամբ այսօրվա առաջին բաժնի առաքելության հյուրն է Արեմտյան շրջանի Հայդատի արտաքին գործերի ուրեմն պատասխանատու կամ նախագահ Թերեզա Երեմյանը։ Բարի օր հարգելիս։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Արեմտյան շրջանի Հայդատի հանձնախումբը ինչպես է նայում Ադրբեջանի այս միջազգային գեղեցիկ խաղերի վայրակ մոտեցմանը։ Դժբախտ երևույթ է, որ այս առաջին համաշխարհային խաղերը, եվրոպական խաղերը, տեղի են ունենում համարյա թե աշխարհի ամենավատ եւ ամենա dictatorship տեսակի երկիրում եւ բայց նաեւ հետաքրքիր է որովհետեւ քանի որ այս խաղերը տեղի է ունենում Բաքուում ամբողջ աշխարհի աշկերը Ադրբեջանի վրա են եւ այս արիտն է ստեղծվել որ իրանց բոլոր մարդկային իրավունքների խախտումները բացահայտվում են եւ նաեւ Արցախի հանդեպ բոլոր իրանց մարդկային խնդիրները բացահայտվում են so այնց ընթացք է որ իրանց իսկական գույներն են հրավում լուրերի մեջ միշտ գրանցվում է ինչ տեսակի ճոխ երևույթ է Բաքուի խաղերը տեղի ունենում քանի հազարներով մարդիկ են եկել քանի անանկնկալ արտիստներ են տեղի ունենում բայց բոլորը մեդիայի մեջ եթե նայեք բոլորի հանդեպ նեգատիվ կոմենտներ են թե ինչու այս մարդիկը support-ն անում եւ աջակցում են այն երկիրը որ իր մարդկանց ոչ թե միայն մտիկ չի անում այլ հեչ իրավունք չի տալիս իր երկրի մեջ։ Ես հիշում եմ արդեն իսկ ինտերնետային կայքեջներում կան կադրերը, երբ մեր հայ ըմբիշը ուրեմն խաղի ժամանակ լսարանը բութ մատով էսպես էր անում եւ 21-րդ դարն էր սա։ Այո։ Միջազգային հանրությունը, ինչպես նշեցինք, քննադատում է Ադրբեջանին։ Եվ սա մի լավ առիթ է, որպեսզի այստեղ էլ Միացյալ Նահանգներում էլ իբրև Միացյալ Նահանգների քաղաքացիներ հետևելով այս ամենը ինչ որ մի ձևով մեր բողոքի ձայն էլ բարձրացնենք այս երկրի ղեկավարության նկատմամբ, որովհետեւ մի քայլեր անում է Հայդատը։ Հայդատը միացած է մեր հայկական երիտասարդների հետ AYF Armenian Youth Federation-ը եւ Armenian Youth Federation-ը սկսել է ցույց պիտի որ շաբաթ օրը այս շաբաթ եկող շաբաթ օրը ցույց լինի տեղի ունենա Ադրբեջանի դեսպանատան առաջ Wilshire Boulevard-ի վրա ինչպես մենք միշտ ամեն տարի թուրքական դեսպանատան անենք որպեսզի մեր հայկական խնդիրները առաջ բերենք նաեւ այս համաշխարհային խաղերի եվրոպական խաղերի ընթացքում որպեսզի ձայն տանք որ հիմա եթե աշխարհը նկատի ունի Ադրբեջանի մարդկային իրավունքների թողությունները Հայաստանի դեմ թե հիմա են տեսնում հայերի վիճակում ինչ վատ են վերաբերվում որ դարերը արդեն որ այս վատ վերաբերմունքը կա եւ այս թշնամիությունը կա Ադրբեջանը որ առաջ է բերում Հայաստանի դեմ so այո գործունեություն կա Youth Federation-ը հայկական երիտասարդական միությունը դաշնակցության նրանք են առաջ բերում այս ցույցը եւ բոլորին աջակցում ենք որ գան այդ ցույցին մասնակցեն եւ մեր ձայնը թե մեր մարտիկների համար թե մեր
մարզողների համար այնտեղ լինենք, որ բոլորը, որ իրանց մատն է թափ են տվել խաղերի ժամանակ, իրանց ձայները մեր ձայներով փակվեն։ Թերեզա, կարելի ավելի մանրակրկիտ, որտեղից պետք է շարժվեն, ինչ միջոցներ կա, ինչ սերվիզներ կա, մանրակրկիտ, որտեղ ընդամենը մի քանի օր բան մնաց, հա, այսօր։ Այո, քիչ ժամանակ է մնացել, շաբաթ օրն։ Մեկ օր։ Այո, վաղը չեմ հույս օրնա լինել, ցույցը ժամը 3-ից մինչև ժամը 5-ը Wilshire Boulevard ցույցը տեղյանը նոր ազերբայջանական դեսպանատան առաջ մանրամաս բոլորը այնտեղ պետք է հավաքվեն։ Այո, այնտեղ հենց փողոցի առաջը պիտի հավաքվեն։ Այս անգամ ավտոբուսներ չեն լինելու Glendale-ից կամ որոշ քաղաքներից, բայց բոլորը կկա, որտեղ շաբաթ օրը բոլորը կկարողանան այնտեղ հանգիստ հասնեն իրանց միջոցներով թե public transportation-ի միջոցով, թե իրանց օթոներով եւ այնտեղ կարող են իրանց մեքենաները կանգնացնեն եւ միանան ցույցին։ Շատ բարի։ Հիշեք սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիո լսողներ, ովքեր որ լսում են մեզ, այս շաբաթ օրը տեղի պետք է ունենա ցույց ադրբեջանական հյուպատոսարանի առջև։ Երիտասարդաց ուրեմն դաշնակցականներն են կազմակերպել այս ցույցը եւ սա շատ կարեւոր է։ Եվ ընդհանրապես յուրաքանչյուր անգամ երբ հայկական մեր երիտասարդները, հայ երիտասարդները ինչ-որ մի բան են կազմակերպում ընդդեմ մեր թշնամի երկրների, դա արդեն պետք է քաջալերել։ Այո։ Թերեզա օգտվելու առիթից, քանի որ խոսքը գնում է Ադրբեջանի մասին, ուղղակի տեղեկացնեմ, որ մեր համայնքում Կարտինա TV այս տեսակի մի TV station կա, որը շատ դյուրին է եւ բավականին մեծ քանակությամբ այնտեղ ֆիլմեր, թեկուզ հայկական ալիքներն կան այնտեղ եւ այնտեղ կա ազերիական մի ալիք, որը որ հաջորդում է հայկականներին, հայերեն լեզվով պրոպագանդում են Ադրբեջանի կեղծ պատմությունը։ Խնդրում եմ նկատի ունեցեք եւ եթե ունենք միջոցները կամ օրակարգի հարց դարձնենք, որ կներեք չէի իմանում, բայց այդ միջոցները չեմ զարմանում, որովհետեւ այն աշխարհի մասին ենք խոսում, որ freedom of speech գոյություն չունի։ Իրանք Միացյալ Նահանգների ժուրնալիստներին բանդում են հիմա դրել եւ չեն ազատում իրանց, անգամ իբրև Ամերիկային։ So չեմ զարմանում, մենք պետք է ավելի շատ բացահայտենք այդ իրականությունները եւ իրոք Ադրբեջանը Միացյալ Նահանգներում միայն support-ը, միայն քաջալերությունը ունի մեր քաղաքապետներից, որտեղ ամեն ձևով վճարում են իրանց, ամեն ձևով իրանց գրավում են իրանց փողով։ Ուրիշ պատճառ անձ, իսկական անձ չունի Ադրբեջանին որպես մարդ կամ որպես նահանգ երկիր հավանելու, ասելու, որ նրանք common reality-ներ ունեն իրանց հետ։ So տխուր եմ, որ լսում եմ, որ մեր հայերը իրենց աջակցում են, բայց նաև գիտեմ, որ ստիպված են։ Եվ միայն ձևն է, որ նրանք գոյություն հիմա ունեն Բաքուում կամ որևէ քաղաքում Ադրբեջան, այդ միջոցով է, այդ պրոպագանդայի միջոցով է ստիպված։ Շատ բարի, ինչպես են ձեր աշխատանքները։ Հայդատ առաջիկայում լուրջ պայքարների մեջ պետք է մտնի, հա։ Այո։ 40-րդ ընտրաշրջանի 43-րդ։ Այո, 40-րդ ընտրություններն են մոտիկանում, որպեսզի Democratic Delegate Election-ն են կոչվում, այն անձերը, որը դեմոկրատ են, դեմոկրատական միության մեջն են, կուսակցության մեջն են, կարող են ընտրությունը տեղի ունենալ հուլիսի 11-ին, կներեք, հուլիսի 19-ին, որը կարող են նրանք ընտրել այն անձերը, որ հետո պիտի ընտրեն 40-րդ մարզի assembly member-ը։ Այդ race-ի մեջ նաև որոշ հայեր կան, որ հայեր եւ ուրիշ անձեր, որ coalition են, partnership են ստեղծել, որը իրար support են անում եւ շատ կարեւոր է, որ մարդիկ դուրս գան եւ աջակցեն այդ մարդկանց։ Շատ բարի հարգելիս, եւս մեկ անգամ խնդրում եմ բարձրաձայնեք օրը, տեղը, ամսաթիվը ցույցի եւ առաջին մասը ավարտենք այս բաժնի։ Անշուշտ։
Այս շաբաթ օրը ժամը 3-ից մինչև ժամը 5-ը ազերբայջանական դեսպանատան հյուպատոսարան առաջ Wilshire-ի վրա շատ ցույց է իր դեմ եվրոպական օլիմպիական խաղերը Բաքուում եւ շատ կարեւոր է որ բոլորս մասնակցենք ինչպես պարոն Բալաբեկը ասեց երբ որ մեր մարզիչները մեր հայերը բեմին անցան երբ որ խաղացին երբ որ հաղթեցին այդ դաշտը իրանց հարգանքով չվարվեց եւ մեր պարտականությունն է որ մենք իրենց այդ հարգանքը ցույց տանք մենք աշխարհին ցույց տանք որ հիմա որ նրանք իրականությունը Ադրբեջանի իրական դեմքը տեսնում են եւ հիմա որ նրանք է բացահայտում են այդ դեմքը մենք իրանց հեկողն են կանգնած եւ իրանց առաջն են կանգնած ասա որ Արցախինը վտանգ են հասրել Սումգայիթը Բաքուն Քիրովաբադը եւ մենք այդ լուրերը այդ իրականությունները բացահայտենք նորից նոր ասենք եւ նորից նոր մեդիայի մեջ բերենք առաջ մեր խնդիրները միասին որպես հայ ազգ ինչպես մենք ապրիլ 24-ին արեցինք նորից շարունակենք եւ հիմա շարունակենք այդ մեր ձայնը միացյալ ձևով առաջ բերել։ Շնորհակալություն հարգելիս, շնորհակալություն ձեր մասնակցության համար, առաջիկայում դեռ կունենանք ծրագրեր եւ ավելի կլուսաբանենք մեր հանրությանը թե ինչ է տեղի ունենում, թե ընդհանրապես հայդատի աշխատանքները։ Հարգելիներս անցնենք կար դաթարի երկրորդ բաժնում պետք է ունենանք շատ կարևոր լուրջ թեմա, որը կապված է Հայաստանի Հանրապետության էլեկտրական էներգիայի թանկացման հետ եւ առհասարակ ինչ տեղի ունեցավ տարիներ ի վեր եւ այսօր ուր հասանք բոլորս միասին։ Մնացեք մեզ հետ։ Հարգելիներ շարունակում եմ զրույցս այս պահին առաքելության հյուրն է Հայ-Հեղափոխական դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ Արա Խանջյանը, որը նաև մասնագիտությամբ տնտեսագետ է։ Բարի օր ձեզ հարգելիս։ Բարի եկեք։ Շնորհակալություն եմ հայցում հրավերք ընդունելու համար եւ ուրախ եմ ձեզ տեսնելու մեր տաղավարի սիրելիներս։ Ինչպե՞ս եք։ Ուրախությամբ։ Ընկերները, Հայաստանում գործընթացներ տեղի ունեցավ, որը որ զարմացրեց եւ զայրացրեց ողջ հայությանը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին կայացրած որոշումով հոսանքի գինը, էլեկտրականության գինը բարձրացրեց 6.93 դրամով։ Ուզում ենք վերհիշենք, ով կամ ինչ կազմակերպություն է տնօրինում այսօր Հայաստանի Հանրապետության էլեկտրականության ցանցը։ Էլեկտրականության զիրը 3 մասերը փաղանա։ Պետք է որ ադի հստակ լա, որովհետեւ թյուրիմացություն դեղի չունենա։ Առաջին բաժինը էլեկտրականության արտադրությունն է, որ գդարվի ատոմագայանին գոմե ճուրի ամպարդակներու սևանին Հրաստանի գազի միջոցով արտադրվող էլեկտրականությունը եւ ասոնց մեծամասնությունը գբատկանի ռուսական միություններու, ընկերություններու։ Ուրեմն մեմը հոն էլեկտրականության արտադրության ծախսի հարցը կա։ Մեմը որ էլեկտրականությունը գարտադրվի, գփոխադրվի այդ մեծ անտենաներով, թելերով Հայաստանին ամեն կողմ, միջև քաղաքները։ Մեմը որ քաղաք հասնի, հոն գոյություն ունի մեկ հատ մոնոպոլիա, մեկ հատ ռուսական ընկերություն, անունը Հայաստանի էլեկտրային ցանցեր, բարձրապես փաշխիչ ցանցերն են ասոնք, որոնք թեպի դուները գուքան։ Եվ ժողովուրդը գվիճարե այս մոնոպոլիային, այս մեկ ռուսական ընկերության։ Մեկ ամիս առաջ այս միությունը պաշտոնական բանջ ներկայացուց ղեկավարման մարմինին, որբեսի էլեկտրականության քիները, որ ժողովուրդը գվեճարե 17 դրամով վեր ելե ներկայիս 42 դրամ է կիլովատ ժամը
անոր վրա 17 տրամ ավելցնելով մոտավորապես 40% մի անգամեն քինը վեր ուզեցին հանել առանց որ արդատրության մագարտակի վրա քինի փարսացում դեղի ունենա այսինքն ատոմագայանը այսինքն Հրաստանի չեգը անոնք քինը վեր չեն հաներ որ առանց որ անոնք քինը վեր հանեն Փաշխիչ ռուսական միությունը գազագերբությունը բանջեց 17 տրամի հավելում որոն ընդվզում ինչպես իր դեղի ունեցավ եւ հանձնաժողովը ղարքավորիչ հանձնաժողովը իր բացատրության մեջ սա որ արտարասի չեն գտներ 17 տրամը պիտի բարձրացնենք 7 տրամով բայց 7 տրամը նույնիսկ 16% կնե ժողովրդին համար եւ ամեն մարդ էլեկտրականություն պիտի կորզածի աղքատն է միջին տասակն է հարուստն է եւ որ նույնիսկ 7 տրամ վեր ելե բար միջին եւ ցած եկամուտ ունեցողներուն վրա ցաներ per դեղի ունենա հիմա գրանք հարցում հարցնել որ ինչպես էլեկտրականության քինը գորոշվի ուրդեղեն գուկաս 42 տրամը ներգայիս եւ 7 տրամը որ պիտի ավելնա եւ պիտի լա 48-ը անասեմ որ քիշերվա էլեկտրականության քինը եւ ցերեգվանը դարբեր է Քիշերվանը մոտավորապես 10 տրամ ավելի ցած է Ամերիկայի մեջ այդպես է կկաչալերվի որ քիշերներ էլեկտրականություն կորզածեն մեկ խոսքով աս ռուսական ընկերության նպատակը տրամ շահիլ է շահ ապահովել է շահը իր ծախսերը նվազ եկամուտեն ստացած տրամը ուրեմն ռուսական միությունը գազագերբությունը շահ ունի որ ինքը գուզե որ ղարքավորիչ մարմինին ցույց տա որ իր ծախսերը վերել են որ ադոր համապատասխան քինը վեր հանեն բայց ինչպես ասին քիներու մասնավոր ծախսի մասնավոր վերի բան չի գա բարձացում չի գա ուրեմն ինչպես կրնակ բացադրել ասիա մեկ բացադրությունները մեկ անիկա է որ անոնք որոնք տրամը գավակեն Գարկ շրջաններում մեջ Երևանի մեջ օրինակի համար տրամ հավաքողները ժողովուրդ են գբահանչեն առանց պայմանակրի էլեկտրականություն տալ եւ գանխիկ եւ որ գանխիկ կառնեն հարգապաշիններ են առանց պայմանակիր ստորագրելու անոր մեկ մասը քրբանին գերտա եւ բանին չերտար ընկերության չերտար որ ընկերության եկամուտը ցած գլա ասոր լուծումը ոչ թե քինը վեր բարձրացնել է ասոր լուծումը ատմագարտակի կոռուպցիան բանելն է ինչքան բաքսեցնելն է ուրեմն բազմաթիվ բարդականություններ ունին թե ասկային ժողովի պատգամավորները որոնք գվերահսկեն ղարքավորիչ մարմինը եւ թե նաեւ ժողովուրդը հարգարժան արա հիշեցնեմ մեր այն հայորդիններին, որոնք որ այստեղ են իրենց երիտասարդությունը արդեն երիտասարդ տարիքին հասել, որ տարիներ առաջ Հայաստանը Ռուսաստանին որոշակի գումար էր պարտք եւ պարտքի դիմաց Ռուսաստանը Հայաստանից վերցրեց ուղակի էլեկտրոցանցերը, այսինքն այս համակարգը իդեպ գումարը այնքան ցածր էր պարտքի, որ ուղղակի չգիտեմ ինչու այդ օրվա իշխանությունները հանկարծ որոշեցին երկրի համար կարևորագույն ստրատեգիական նշանակություն ունեցող այս օբյեկտը պարտքի դիմաց տալ։ Այս տեղի ունեցավ սիրելի հեռուստատիտողներ։ Խնդրեմ մեր ռեժիսորին, որպեսզի մեզ ցուցադրի ուրեմն այդ հանձնախմբի ուրեմն նյութը թե ինչպես տեղի ունեցավ այդ որոշումը ինչպես կայացրեցին, որ հստակ երևում է, որ սա ուրեմն ռուսական իշխանությունների կամ համենայն դեպս այդ տերերի, օլիգարխների հստակ հրահանգն էր, որը որ չկարողացավ ուրեմն կասեցնել այդ հանձնախումբը։ Ինչպես նաև կխնդրեմ ռեժիսորին երկրորդ նյութը ցուցադրի, որ մեր ազգային ժողովի պատգամավորները հատկապես մեծամասնությունը ովքեր որ կան
որոնք ընտրվել են ժողովրդի կողմից, չկարողացան նույնպես այս գործընթացը կասեցնել կամ թեկուզ մի փոքր երկարացնել ժամկետը, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում, որից հետո կշարունակենք, որպեսզի ավելի պարզ դառնա մեր հանրության համար, թե ինչ տեղի ունեցավ։ Ողջի, Փխրուտի, Արցվանիկի պոչամբարների եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրին վերաբերող օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկմանը ելույթի համար հերթագրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, խոստովանեց, որ խոսել է ոչ թե օրենքի նախագծի, այլ Հայաստանի բոլոր քաղաքացիներին մտահոգող խնդրի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Խորհրդարանը միջոցներ ձեռնարկի Հայաստանի էլեկտրական ցանցերի տնօրենին Հայաստանի Հանրապետությունում անցանկալի անձ պերսոնա նոն գրատա ճանաչելու արդիվ, եթե մենք յուրաքանչյուր սկսենք խոսել այն հարցերից, որոնք որ անհանգստացնում են, մենք չենք ավարտի արտահերթել։ Դրա համար կարող մամուլի ասելիս հրավիրել, Եշիմ լեագոների հետ միջանցքում զրուցել։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի չորեքշաբթի ընդունած որոշումից հետո Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության ղեկավարության տարածած հաղորդագրության մեջ, թե հեծը կդիմի հանձնաժողով իր լիցենզիան վերանայելու հայտով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զորաբյանը որևէ սպառնալիք չի տեսնում։ Անկեղծ ասած, այս պատմությունը սկսում է ինձ համար շատ շոուի նմանվել։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ հայտը չի բավարարի եւ դա բնականաբար կներկայացվի որպես ժողովրդին արված անձնազոհ քայլ։ ՕԻԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման գործընթացը համարում է հատուկ սցենարով գրված պատմություն։ Կյանքը ցույց կտա մեր ասածը։ Հիմա տեսնենք, նա լիցենզիայի պարտականության կատարման հարց կտնի, թե ոչ։ Այդպես չի։ Եվ կարծում եմ, որ եթե այս ամեն ինչը լուրջ էր, պետք է Բիբինը ներկա լիներ եւ պնդեր իր պահանջը։ Ակցիզային հարկի մասին օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումն, ինչպես ասում են, դեժավյու առաջացրեց։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման լուրը դեռ չմարսած ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը տեղեկացրեց, որ պայմանավորված Հայաստանի ԵՏՄ անդամակցությամբ պետք է ներդաշնակեցնել ծխախոտի ու օղու ակցիզային հարկի դրույքաչափերը, քանի որ դրանք Հայաստանում 4 անգամ ավելի ցածր են, քան ԵՏՄ անդամ երկրներում։ Նախագծով առաջարկվում է 10%-ով ավելացնել ծխախոտի, օղու, դիզվառելիքի, բենզինի եւ սեղմված գազի ակցիզային հարկը։ Փոփոխությունների գործողության ժամկետը առաջարկվում է 2016 թվականի հունվարի 1-ից, ինչը հաշվարկված է, որ 9 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ կբերի պետական բյուջե։ Որքան էլ Վախթանգ Միրումյանը փորձեց հիմնավորել, որ ավելացումը տնտեսվարողների վրա ազդեցություն չի ունենալու, նրան չհավատացին անգամ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները։ Ես ենթադրում եմ, որ այն տնտեսական էֆեկտը, որ սպասում ենք, եթե կա, սպասում ենք, չի լինելու։ Մուլտիպլիկատորի էֆեկտը, որ դուք ասում եք տեղի չի ունենալու, ես համոզված եմ, որ ընդհանրապես ամբողջ շրջանառության վրա ինքը ազդելու է։ Մեջքան էլ ուզում ենք ասենք, ինչքան էլ չենք ուզում ասենք։ Տեղական արտադրողների հետ ես խոսել եմ, թե Վանաձորում, թե այստեղ, մարդիկ ուղղակի սարսափած են։ Ես չգիտեմ դուք ինչ եք վերլուծել, որ չի ազդելու։ Կառավարության ներկայացրած այս նախագծով սպասարկվում են բենզին ներկրողների շահերը, համոզված է Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Բենզինի եւ դիզելային վառելիքի Հարգելիներս, ինչպես դիտեցիք, մեր հարգարժան Արախանջյանը, որը նաև տնտեսագետ է, եւ հիշեցրեց, որ 7% չէ, սա ավելին է, երբ որ թանկանա էլեկտրոէներգիայի գինը, ասեմ, որ շատ ավելի է լինելու, որովհետեւ յուրաքանչյուր ուրեմն սննդամթերք կամ տրանսպորտի միջոց վերջիվերջո կապված է էլեկտրաէներգիայի հետ, եւ եթե թանկացավ էլեկտրաէներգիան, դա 7% չէ։ Դե թե ավելի լուրջ տնտեսական հաշվարկ անենք, յուրաքանչյուր քաղաքացու վրա ավելի թանկ է նստելու։ Արա, ապրելով Միացյալ Նահանգներում, աշխատելով այստեղ նույն համակարգի մեջ, քո պրակտիկայի մեջ տեսել ես կամ լսել ես, որ անկախ հանրապետությունը պարտքի դիմաց իր ստրատեգիական նշանակություն ունեցող ամենակարևորագույն օղակներից մեկը ուղղակի վաճառի։ Բնականաբար ակնկալությունը այն է, որ երկրի պատասխանատուները, որոնք իրավունք ունին վաճառելու երկրին շահերը կպաշտպանեն։ Եթե այդ ցևով մտածենք, այդպիսի բան պետք չէ բադահի, որ քու ստրատեգիական կարևոր ունեցած ջուղերը ձախես ուրիշ երկրի, քանի որ այդ ըլլա քու անկախության մագարտակը կբացի։ Ուրեմն ամեն անգամ որ մենք մեր էլեկտրական գազի, էլեկտրականության կամ ոչ մեկ բանի արտադրության կարևոր մեկ հաստատությունը օդար երկրի
գզախենք այս բարակային Ռուսիո մեր անկախությունը at կանոն գբաքսի եւ մեր ենթագայությունը գշատնա at երկրին հանդեպ հետեւաբար այսօր մեծ է մեր ենթագայությունը Ռուսիո հանդեպ այս երկրի բարակային բադազ է որ եթե ուրիշ երկիր մոնակ Չինաստանը եթե ուզե Ամերիկայի մեջ կարևոր մեկ բամը քնել կոնգրեսը աստեղի ասկային ժողովը երկար քննարկումներ տեղի ունենա եւ հստակ արկելքներ գտրվին որբեսի այդ օդար երկիրը այդ տեսակ աստեցություն չունենա Ամերիկայի մեջ այնպես որ հարաբերաբար դգար երկիր մնե որ այդ տեսակ քայլեր գրնա առնել եւ դգար երկրի իշխանությունը որ իր երկրի ժողովրդին շահերը գրնա ավելի երկրորդական քիզի վրա տնել այսինքն միայն զախելը չէ դեկտեմբեր 2013-ին մեր համացանությունը որ կնկվեցավ Ռուսիո հետ Բարտկի թիմած մոնոպոլիաներ դալով Ռուսաստանի պայմանները բավական ծանր են այսինքն սահմանապակաս են Հայաստանի կառավարության ղեկավարելու ռուսական գայանները Հայաստանի մեջ այսինքն ոչ միայն ցախեցինք այդ գայանները այլ նաև մեր ղեկավարելու կարողությունը նաև սահմանապակումի ենթարկեցինք այդ իմաստով մտահոգիչ է Իդեպ հիշեցնեմ հարգարժան արա որ այդ օրերին կամ թեկուզ վերջերս նույն Ռուսաստանը եթե չեմ սխալվում Ուկրաինային նորից ոչ էլեկտրոէներգիա գազի հետ կապված 30 բիլիոն ներում շնորհեց եւ մեկ անգամ չէ մի քանի անգամ բայց մեր եղբայրական Ռուսաստանը իր եղբայրական Հայաստանին հանկարծ որոշեց որ պարտքի դիմաց պետք է ստանա ոչ միայն էլեկտրոէներգիայի ցանց այլ մի քանի շատ կարեւոր որ դեռ ժողովրդի լեզվով ասած զուրնեն հետո կլսենք դու մնացած օբյեկտին ինչ պետք է լինի անցնենք կարճ դադար կշարունակենք հարգելիներս կարճ դադար եթերում Հարգելիներ շարունակում եմ զրույցս Հայապողական դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ Արա Խանջյանի հետ, որը իդեպ տնտեսագետ է նաև։ Եվ մենք զրուցում ենք Հայաստանի Հանրապետության մեջ հոսանքի թանկացման հետ կապված խնդիրների շուրջ, ինչպես տեղի ունեցավ, ինչու չկարողացան շտկել այս ամենը եւ ում հրահանգով եւ այլն։ Հարգարժան Արա Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին, երբ որ որոշումը կայացրեց, այդ ուրեմն կազմակերպության նախագահը կամ առաջի դեմքը չներկայացավ։ Բայց եւ այնպես նա ուլտիմատում, հղումներ արեց, որ տեսեք, եթե չթանկացնեք, ահա սա կլինի, որը որ այս ռուսական չինովնիկի այցը եւ իր ուլտիմատումները առաջի դեպքը չէր Հայաստանում։ Ունեցել ենք նաեւ դեպքեր այլ ոլորտների վրա, որ մեր իշխանությունները չկարողացան ուղղակի Ռուսաստանից ժամանած երկրորդ դեմք հասկացողության ինչ որ ուլտիմատումների դեմն առնեն։ Խնդրեմ մեր ռեժիսորին, որպես այդ նիստը, որը որ տեղի ունեցավ եւ ինչպես տեղի ունեցավ, որ այդ նիստի այդ հանձնաժողովի անդամներն էլ որոնք որ քվեարկեցին որոշում կայացրեցին, իրենք էլ չհավատացին իրենց։ Իրենք էլ այսպես ասած այն կոմունիստական ժամանակահատվածի այդ KGB-ի մուրճի հարվածի տակ կարծես թե պետք է գլխներին ջարդեին այդ հարվածներով եւ ստիպված ստորագրեցին։ Խնդրեմ մեր ռեժիսորին, որպեսզի ցուցադրի այդ պատկերները։ Հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում օգոստոսի 1-ից անհատ սպառողի համար 6 դրամ 93 լումայով բարձրացնելուն։ Այսինքն օգոստոսի 1-ից ցերեկը սպառած 1 կիլովատժամ էլեկտրաէներգիայի դիմաց անհատ սպառողները մեր երկրում կվճարեն 48 դրամ 78 լումա, իսկ գիշերային ժամերին սպառածի դիմաց 38 դրամ 78 լումա։ Սրանով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մասամբ բավարարեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության հայտը։ Հիշեցնեմ, ընկերությունն իր հայտում հանձնաժողովին առաջարկել էր սակագինը
սակագինը բարձրացնել 17 դրամով։ Հոսանքի սակագինը բարձրացնելու որոշումը կայացվեց առանց դիմող կողմի, հեցի գլխավոր տնօրենի ներկայության։ Եվգենի Բիբին անհնար էր համարել նիստում իր ներկա գտնվելը։ Դրա համար մի քանի պատճառ էր նշել հանձնաժողով ուղարկած նամակում։ Այդ պատճառներն ամեն դեպքում չհրապարակվեցին։ Խնդրում է ընդունել գրությունը, որը ստացել են երեք, որպես իրենց պաշտոնական դիրքորոշում, հարգանքով Բիբին։ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն իր իսկ բնորոշմամբ չփորձեց որևէ գնահատական տալ ընկերության նման պահվածքին, սակայն ասաց, թե առաջին անգամ է տեսնում, որ լիցենզավորված ընկերությունն իր մատուցած ծառայության սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտ է ներկայացնում, բայց, այսպես ասեմ, դատավճռի արձակմանը չի ներկայանում։ Փոխարենը հեծը մեղադրում է հանձնաժողովին, ոչ համակարգային մոտեցում ցուցաբերելու մեջ։ Պետք է հասկանալ հետևյալը, որ իր հայտի մեջ ներառված 17 դրամը, որից ընդամենը 10 դրամներ իրեն վերաբերվում են, 7 դրամը ինքը իմի էր բերել մեր էլեկտրոէներգիա արտադրող կայանների եւ մյուս լիցենզավորված ընկերությունների հայտերի հանրագումարը, մենք այդ 10 դրամին մեկին մեկ հավանություն չենք տվել եւ չենք ներառել սակագներում։ Եվ հիմնավորել ենք ինչի չենք ներառել։ Այդ համակարգային մոտեցումը երևի դրան է վերաբերվում։ Էլեկտրական հոսանքի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնելիք սակագնից դժգոհ է ոչ միայն սպառողն, այլև հենց ինքը հեծը։ Նազարյանն ընթերցեց Բիբինի 9 էջանոց նամակը, որում ասված է, որ եթե իրենց առաջարկն ամբողջապես չբավարարվի, իրենք հայտ կներկայացնեն հանձնաժողով, ստեղծված իրավիճակում ընկերության լիցենզավորված գործունեության իրականացման հնարավորությունը քննարկելու համար։ Հեծը հիմնավոր է համարում իր բերած փաստարկները, ինչ վերաբերում է հանձնաժողովի որոշմանը։ Իհարկե դժվար է մեզ համար յուրաքանչյուրիս համար սակագնի վերանայման ժամանակ քվեարկել եւ որոշակի ձևով հասկանալը, որ դա բեռ է դառնում մեր յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի վրա։ Սա մեր խաչն է, պետք է տանենք, ինչ-որ մեկը պետք է այս գործը անի։ Նիստի ընթացքում եղան տարբեր առաջարկներ ու բազում հարցեր բարձրացվեցին։ Մի պահ, սակայն հավաքվածների նյարդերը տեղի տվեցին։ Որտեղ դու դիմեք Բիբինի բերած հայտի շահն եք պաշտպանում։ Դու կոչված եք որպեսզի իմ շահը որպես սպառող համարժեք պահեք մատակարարի շահին պահում եք։ Իսկ դու կոչված եք որպեսզի խորանա հասկանաք որ հանձնաժողովը այդ շահը լավ է պահում։ Ուղղակի հիմնավորեք։ Ես խնդրում եմ լրություն պաշտպանեք, իա։ Всё, վերջացրեցինք երկխոսությունը։ Իրավիճակը թեժ էր ոչ միայն հանձնաժողովի շենքի ներսում։ Դրսում բողոքի ցույցի հավաքվածների կարծիքը նիստում ներկայացրեց Վահագն Մատինյանը, որը հանձնաժողովին առաջարկեց հետաձգել քվեարկությունը, քանի որ նիստին ներկա չէր հեծի տնօրենը, եւ քանի որ ասաց դրամաբանական չէ սակագնի բարձրացումը, սակայն ապարդյուն։ Նիստի վերջում Նազարյանը խոստովանեց, որ իր ցանկությունն է եղել, որ հասարակությունը հավատա եւ վստահի իրենց գործունեությանը։ Այսօր սակայն փաստենք նա հակառակ պատկերի ականատեսը դարձավ։ Վանուհի Ավագյան, Վարազդատ Եղիազարյան, Երկիրն այսօր։ Հարգելիներս, իրոք ցավում ենք, որ մեր պետական գործիչները նմանատիպ վերաբերմունք ունեն եւ այս տեսակի խաչեր են փորձում կրել։ Ցավում եմ, որ մեր ազգային ժողովի падգամավորները չկարողացան ժողովրդի շահերը պաշտպանել թեկուզ ամենաբարձրագույն այդ ամբիոնից։ Այն падգամավորները, որոնք որ ընտրվել էին իսկ ժողովրդի կողմից, որպեսզի իրենց շահերը պաշտպանեն եւ իրենց համար փայլուն օրենքներ նախագծեր առաջ քաշեն։ Բայց եւ այնպես ժողովուրդը չմնաց ուրեմն միայնակ, ժողովրդի մեջքին կանգնեց Հայ-Հեղափոխական դաշնակցության երիտասարդական միությունը։ Փորձեց ինչ-որ մի ձեւ ժողովրդի ուրեմն բողոքը, ժողովրդի ընդվզումները փողոց իջնել եւ բարձրաձայնել ուրեմն նմանատիպ չինովնիկների առջեւ։ Բայց եւ այնպես կրկին անգամ բախվեց պետական մեքենային, պետական ուժային կառույցներին, այդ պարագայում ուրեմն հայկական ոստիկանությանը։ Մի կողմից, եթե ուշադրություն դարձնենք, ոչ մեկ չի ցանկանում, որպեսզի էլեկտրոէներգիայի սակագները բարձրանա, բայց եւ այնպես ռոբոտի նման յուրաքանչյուրը կատարում է իր սև գործը եւ առանց ամաչելու բարձրաձայնում են, որ այս խաչը մենք պետք է տանենք, ապահով պետք է տանենք կամ ուրիշ ոչ մեկը չպետք է տանի։ Խնդրում եմ ռեժիսորին մեր երիտասարդության այդ հետաքրքիր, այդ երիտասարդ, այդ վրեժարու բազուկներին ներկայացնենք, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Դեռևս հույս ունենք, հույս կա, որ ունենք նմանատիպ փայլուն երիտասարդներ։
Դուրս եկեք ձեր բնակարաններից եւ միացեք պայքարի։ Մեր երկրում կայացվող համապետական որոշումների մեծ մասին հաջորդող պատկերների անբաժանելի մասն է։ Որոշում կայացնողներն ու նրանք, ում վրա տարածվում է այդ որոշումը, շատ քիչ դեպքերում են ընդհանուր հայտարարի գալիս։ Այս անգամ քաղաքացիները դժգոհ էին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սպասվող որոշումից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ եւ իրենց բողոքն այսպես էին արտահայտում։ Ոչ էլեկտրաէներգիայի կարգավորմանը։ Պարոն Բիբինի պահվածքը բացարձակապես անհասկանալի է, այս արհամարական մոտեցումը, ակնհայտ է, որ անգամ հանձնաժողովը բացահայտել է բաներ, որոնք ցույց են տալիս, որ կառավարումը անարդյունավետ է, մեղմ ասած։ Մի քիչ խղճան մեր ժողովրդին, մտնեն ժողովրդի դրության մեջ, ոչ թե մտածեն իրենց գրպանի մասին, բավական է ուռճացնեն էլի։ Կրկին փորձ է արվում իրականացնել ապօրինի որոշում, առանց հաշվի առնելու ժողովրդի կամքը, չի դուզ գալի վախենում, թող դուզ գա հարցին լուծում տա։ Հույդա Հայաստանի երիտասարդական եւ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունների նախաձեռնած բողոքի ակցիան տեղեր ունենում քննարկմանը զուգահեռ։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին դադարեցնել այս հարցի քննարկումը եւ պնդում. էլեկտրաէներգիայի գինը բարձրացնելն ապօրինի է։ Երբ ակցիայի մասնակիցները սկսեցին բարձր վանկարկել իրենց պահանջները, ոստիկանների եւ ցուցարարների միջև քաշքշուկ սկսվեց։ Ապա ակցիայի մասնակիցները հստակ պահանջ ներկայացրին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն իջնի եւ պատասխանի իրենց հարցերին։ 10 րոպե սպասելուց հետո մասնակիցներն իրենք փորձեցին ներս մտնել։ Ակցիան շարունակվեց այնքան, մինչև ներսից լուր եկավ, որ որոշումն ընդունված է, էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է։ Սա էլ ավելի վրդովեցրեց մասնակիցներին։ Հետո ակցիայի մասնակիցները ստիպված էին իրենց բողոքն արտահայտել կենտրոնի ոստիկանական բաժանմունքի դիմաց, քանի որ ոստիկանները բերման էին ենթարկել Հույդա Հայաստանի երիտասարդական եւ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունների 7 անդամների։ Ոստիկանները պատճառաբանել են, որ կարգ են խախտել եւ իրենց ուղղությամբ նետել տարատեսակ իրեր։ Դաշնակցական երիտասարդները սակայն պնդել են այդ մեղադրանքներն անհիմն են։ Երիտասարդների ճակատագրով հետաքրքրված ոստիկանությունում էր նաեւ Հույդա Գերագույն մարմնի անդամ Հրաչ Թադևոսյանը։ Բերման ենթարկված երիտասարդները ժամը 16-ի սահմաններում ազատ են արձակվել։ Սոնա Հակոբյան, Նանե Հայրապետյան, Աշոտ Խաչատրյան, Երկիրն այսօր։ Հարգելիներս, ցավալի է, բայց փաստ է։ Ընկերարա, հայ ժողովուրդը իր սեփական երկրում մնացել է անպաշտպան, չի պաշտպանում իր կողմից ընտրված իշխանությունները, չեն պաշտպանում իրենց իսկ կողմից ընտրված իշխանությունների կողմից ստեղծված ուժային կառույցները, մի կողմից շրջափակում, մի կողմից պատերազմ, ինչպես եք տեսնում վաղվա հայոց աշխարհի պետականության ապագան։ Պետք է որ լավադեսը լանք եւ լավ դեսնենք։ Եվ հարցը այնպես է որ ինչպես այդ լավ ապագան պիտի հասնենք։ Ինչպես տեսակ երդասարտությունը փողոց իջած է եւ գահավադա իր երկին եւ գուզե բարելավել երկրի գացությունը։ Ուրեմն փողոցի վրա այսօր նոր մեծ ծող երդասարտություն ու գոյություն ունի, որ գահավադա ժողովրդավարության, գահավադա իր հայրենիքին եւ անոր համար բայկարելու դրամատրություն ունի։ Միևնույն ժամանակ այդ երդասարտության գողքին պետք է լան նաեւ ասկային ժողովի եւ ղեկավար մարմիններու մեջի խղճամիտ անձերը եւ այսօրվա Հայաստանի օրենքները ինչքանով որ գարելիություն կստեղծե, պետք է այդ օրենքները օգտվին եւ ջնշում բանեցնեն պետական մարմիններուն վրա։ Ինչպես ղեկավարվող հանձնաժողովը ունի հստակ ֆորմուլաներ, որ անոնց հիման վրա է որ իրենք քիները կորոշեն։ Պետք է որ այդ ֆորմուլաները, այդ հստակ օրենքները
առնվի եւ ղեկավարիչ հանձնախումբին հստակորեն իրենց մե հաշիվ պահանջվի, որ ճիշտ ծեր որտեգրած ֆորմուլայով ինչպես աս որոշում արիկ եւ ասկային ժողովի ընթացքին անցնող ուրբաթ օր եւ որ ղեկավարիչ մարմին ասկային ժողովին արչեւ բացատրություններ գուդար Արզվիկ Մինասյանը ասկային ժողովի անդամ եւ որ հարցաբնտեց ղեկավարիչ մարմինի պատասխանատուին ղեկավարիչ մարմինը պետք է պատասխանը չի գրսավ դալ եւ դեղն ասավ որ մենք բանջեցինք ռուսական գազագերբութենեն ակտիվերը սակայն անոնք մեզի չի դրամատրեցին ուրեմն ասավ պատասխանատվությունը գինը ասկային ժողովին վրա որովհետեւ ասկային ժողովը համապատասխան օրենքներ որտեգրե որովհետեւ ջնշում բանեսվի at ռուսական միության վրա որովհետեւ at ռուսական միությունը պետք եղած փաստադրությունները դա ղեկավարիչ հանձնախումբին այսինքն ղեկավարիչ հանձնախումբը ընդունեց իր անկարողությունը եւ ռուսական at գազագերբության at զորավոր ուժին արչեւ այնպես որ պետք եղած օրենքները դարձյալ որտեգրվին եւ անոնց կորզատրումին վրա բարեխիչ բաները ասկային ժողովի անդամները հետապնդեն որովհետեւ անոնք իրակորզվին եւ պետք է որ ռուսական at միության հանդեպ պետք է ավելի խիստ եւ գարզր թիրքը որտեգրվի Շնորհակալություն ընկերները, շատ ափսոսում եմ, որ ժամանակը շատ շուտ սպառվեց, դեռևս ունեի մի քանի մասնագիտական հարցեր, բայց եւ այնպես առաջիկայում կրկին կունենանք ծրագրեր, որովհետեւ ցավոք սրտի նմանատիպ գործընթացները Հայաստանում առաջինը չեն եւ տաստված որ վերջինը լինեն։ Մաղթենք։ Սիրելի հեռուստատողներ եւ ռադիոլսողներ, այսքանով ավարտեցինք այսօրվա մեր ծրագիրը, մնացեք բայրավ կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն կայանից, նույն ժամով։ Ցտեսություն։